Համայնքների այդ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման հետ կապված հիմա սա պետք է թողնենք օրինակ համայնքապետի կամ ավականու խղճի վրա, այսինքն եթե իրանք սուբվենցիոն ծրագիր չներկայացնեն այդ համայնքը զրկվում է այդ հնարավորությունից կացարաններ ունենալու եւ կարեւոր է նաեւ եւս մեկ անգամ կրկնում եմ այն կազմակերպությունները, որոնք զբաղվելու են այդ գործով, ես օրինակ կցանկանամ, որ այդ կազմակերպություններն էլ պատասխանատվություն զգան ոչ թե բարոյական տիրույթում, այլ կոնկրետ մարդիկ կրեն պատասխանատվություն ոչ թե նրա համար, որ այդ կազմակերպությանը լիցենզիա տալիս ենք, բայց ինքը ոնց ուզում վերաբերվում այդ կենդանիներին կամ ինչ ուզում անում է։ Ես թվեցի այն խնդիրներն են խնդիրները, որ առաջացել են այդ կազմակերպությունների հետ, բայց կարծում եմ մինչև այս պահը ես ամենայն դեպս չեմ լսել, որ որևէ մի կազմակերպություն սխալ ստերջացման աշխատանքի համար պատասխանատվություն կրի իր պարտականությունների կատարումը թերանալու համար կամ այլ գործողություններ կատարելու համար, բարձ ասեմ էլի, շատ դեպքեր կան, որ մեզ ահազանգում են, կոնկրետ կենդանուն ոչնչացնում են այդ կենդանուն, տանում են աչքից հեռու, սպանում են այդ կենդանուն, հիմա այդ կազմակերպությունները, այդ բաները, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար, թե չէ, ես հասկանում եմ թեման շատ զգայուն է, այստեղ մենք նաև պետք է այդ մեխանիզմները հասկանանք, որ վերջում մի փաստի առաջ չկանգնենք եւ այդ խնդիրները կարողանանք պատշաճ լուծումներ տանք։